Մեր հյուրերին դիմավորում ենք մեր հատուկ ըմպելիքով, մեղրային ըմպելիքով, որը գաղտնի բաղադրատոմս ունի։ Մեղրահամ ըմպելիքով բարի գալուստ են ասում Քաղցր անկյուն։ Բիոգրաֆի հյուրատունը Լոռու Վարդաբլուր գյուղում է։ Գյուղական туриզմի սիրահարներին այստեղ սպասում են մեղվափեթակների տեսքով փայտե տնակները։ Հայարփին իր բիզնես ճանապարհը սկսել է էկոլոգիապես մաքուր եւ օրգանական մեղրի արտադրությամբ։ Բիոգրաֆի հյուրատունը հաջորդ քայլն էր, որի անվան, կոնցեպտի ու դիզայնի առանցքում մեղրն ու մեղվապահությունն է։ Բիոգրաֆի հյուրատան ամենաերիտասարդական սենյակում ենք հիմա գտնվում եւ կարող եմ ասեմ ամենից պահանջված սենյակներից մեկում ենք գտնվում, երկու անձի համար նախատեսված վաննայով սենյակա, գեղեցիկ տեսարանով, բոլոր հարմարավետություններով եւ այստեղ հիմնականում երիտասարդ զույգեր են այս սենյակը նախընտրում։ Սա ավելի ինստագրամյան սենյակ կարող ենք համարել, որտեղ այստեղ սիրուն նկարներ են անում։ Հյուրատանը կարելի է մեղրի համտես իրականացնել եւ մասնակցել մեղրաքամին։ Գալիս են մեծամասամբ ընտանիքներով կամ գալիս են զույգեր, ովքեր հանգիստ վայր են փնտրում ու նոր վայր են փնտրում ու շատ այսպես ոգևորվում են, որ գյուղական միջավայրում նման հարմարավետ անկյուն են գտել, փորձում են հյուրանոցային ծառայություն մատուցել, բայց դա անվանում ենք հյուրատուն, որպեսզի մարդկանց սպասելիքները մի քանի անգամ ավելի արդարացնեն։ Հյուրատունը մոտ է Դենդրոպարկին եւ այգի այցելողների համար բիոգրաֆին ջերմ ու հյուրընկալ անկյուն է։ Այստեղ ստեղծել ենք հանգստի հարմարավետ մի անկյուն, որտեղ եւ սնունդն է էկոլոգիապես մաքուր տեղական բնական պրոդուկտներից եւ փորձում ենք օգտագործել օրինակ կանաչ լուծումներ տալ հյուրատանը։ Փորձել ենք այս հյուրատան կառուցմամբ ոչ միայն զարգացնել համայնքը, այլ նաեւ զարգ տալ գյուղական զբոսաշրջության զարգացմանը։ Բիոգրաֆիի գործընկերները Ագբա ֆեդերացիան եւ Նաբու Հայաստանն են։ Հյուրատունը գյուղական туриզմի զարգացման ծրագրի շահառուներից է։ Մեզ համար նաև շատ կարևոր էր, որպեսզի հյուրատան գործունեությունը շատ ուղիղ խոսի օրգանական գյուղատնտեսության հետ եւ այդ իսկ պատճառով մենք սկսեցինք կիրառել որոշակի կանաչ լուծումներ մեր հյուրատանը, սկսած արևային պանելների տեղադրումից եւ ինքնաբավ դառնալու այդ գործընթացից եւ վերջացրած կոյուղի մաքրման կայանի կառուցմամբ, տեղադրմամբ, որի հարցում մեզ աջակցեց Ագբա ֆեդերացիան Նաբուի հետ համատեղ։ Քանի որ հյուրատունը շատ մոտ է գտնվում գետին եւ մեր համար չափազանց կարևոր էր, որ այն կեղտաջրերը, որոնք արտադրվում են մեր հյուրատանը գործունեության ընթացքում, որևէ կերպ շրջակա միջավայրին վնաս չհասցնեն եւ Ագբա ֆեդերացիան Նաբուի հետ համատեղ ծրագիրը ողջունեց եւ աջակցեց մաքրման կայանի ֆինանսավորման եւ տրամադրման հարցում։ Հայարփին դեռ 2021-ին մասնակցել է Ագբա բանկի եւ Նաբու Հայաստանի օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրին եւ ստացել օրգանական մեղր արտադրողի սերտիֆիկատ։ Բիոգրաֆի հյուրատանը նոր հնարավորություններ են ավելանում, դառնալով հանգստի ու աշխատանքի համար հյուրընկալ անկյուն։